Ես բանում ավելի ազատ եմ։ Եվ ինքան հնարավորություն ունեցած զրուցելու աստծորի եւ ինքս ինձ հետ։ Մոտ 6 ամիս անազատության մեջ պահվող Շիրակի թեմի առաջնորդը վիրահատության կարիք ունի։ Պաշտպաններն այս մասին հոկտեմբերի 7-ին են դիմում ներկայացրել ու տեղեկացրել քրեակատարողական ծառայությանը, գցելով բժշկական կենտրոնի տրամադրած էպիկրիզը։ Քրեակատարողական ծառայությանը խնդրել են, որպեսզի ապահովեն Միքայել Սրբազանի վիրահատությունը Իզմիրլյան բժշկական կենտրոնում, այդ կապակցությամբ, այսինքն կազմակերպեն դա եւ այդ կապակցությամբ իրենք Միքայել Սրբազանից վերցնեն իր գրավոր համաձայնությունը։ Դրանից հետո հոկտեմբերի 29-ին իմ կողմից կրկին ներկայացվել է դիմում արդեն քրեակատարողական բժշկության կենտրոն Պոակին։ Պատասխանը ստացվել է միայն 28 նոյեմբեր 2025 թվականին։ Մեզ պատասխանել է Պոակի տնօրենը, որ Միքայել Սրբազանին առաջարկվել է անվճար բժշկական օգնություն, որից նա հրաժարվել է։ Ընդ որում այդ նույն գրության մեջ իրենք ընդունել են, որ իրենց բժիշկն էլ է հետազոտել Միքայել Սրբազանին եւ անհրաժեշտ է պլանային վիրահատություն։ Այսինքն իրենք էլ են ընդունել, որ վիրահատության կարիք ունի։ Արդարադատության նախարարը պարզաբանել է, թե ինչու Սրբազանին չեն վիրահատում։ Այն դիմում, որ պետք է ներկայացվի, չի ներկայացվել եւ ես հանձնարարել եմ, որպեսզի եթե իր փաստաբանները տեղյակ չեն, թե ինչպես պետք է ներկայացվի համապատասխան դիմումը, մեր իրավաբանը այսօր կմոտենա տեղում իրեն եւ դիմումը կվերցնի եւ կներկայացնի Պոակին։ Լավ, ընդունենք փաստաբանները չգիտեն, Միքայել Աճապահյանը չգիտի։ Այսինքն մարդը ինչ պետք է լինի 2 ամիս այդ մարդը իր առողջության հետ կապված ինչ պետք է անի։ Լավ, ընդունենք չգիտենք, որևէ մեկս չգիտենք, ոչ մի բան չգիտենք։ Դա արդարադատության նախարարի պատասխանն է։ Իրենք խտրական վերաբերմունք են դրսևորում Միքայել Սրբազանի նկատմամբ։ Քրեակատարողական ծառայությանը ներկայացրած դիմումներում փաստաբան Զորաբյանը չի խնդրել Սրբազանին վիրահատել պետպատվերի շրջանակում։ Դիմումում նշված է եղել Միքայել Աջապահյանին թույլատրել իր հաշվին վիրահատվել Իզմիրլյան բժշկական կենտրոնում։ Պաշտպանը նշում է նաև, թե ինչու է Սրբազանը ցանկանում վիրահատվել այդ բժշկական կենտրոնում։ Միքայել Սրբազանը բուժումներն անցել է այդ բժշկական կենտրոնում եւ ունի բուժող բժիշկ եւ բնականաբար իր համար ավելի վստահելի պայմաններ կլինեն, որ ինքը իր բժիշկի մոտ գնա եւ բուժվի եւ վիրահատություն անցնի։ Նորմալ բնական ակնկալիք է ցանկացած անձի կողմից։ Հիմա եթե նույնիսկ պատկերացնենք այսպեսի մի բան, նույնիսկ ինչ-որ մի փաստաթուղթ պակաս է տրվել կամ չի տրվել։ 2 ամսվա մեջ արդյոք դժվար էր նախ եւ առաջ մեր դիմումին ի պատասխան գրել, որ հարգելի փաստաբան կամ հարգելի Միքայել Սրբազան, այս ձեր գրությունը թերի է, այս փաստաթուղթը կցված չէ, սա պետք է անեք կամ սա պետք է չանեք։ 2 ամսվա մեջ մենք ունենք միայն գրավոր մեկ պատասխան, որի մեջ ուղղակի ասում է անվճար բժշկական օգնությունից հրաժարվել է։ Եթե անազատության մեջ գտնվող անձը գումար չունի իր միջոցներով վիրահատվելու, կարող է օգտվել պետպատվերից։ Զորաբյանի խոսքով օրենքն ու ընթացակարգը չեն արգելում դատապարտյալին իր միջոցներով վիրահատվել կամ բժշկական օգնություն ստանալ։ Պաշտպանական խումբը նորից դիմում կներկայացնի, պահանջելով մերժելու դեպքում պարզաբանել, հիմնավորել ու նշել պատճառը։ Զորաբյանը մի քանի օր առաջ է տեսակցել Սրբազանին։ Միքայել Սրբազանը այն տեսակն է, որ նույնիսկ ինքը վատառողջ լինի, լավ չզգա, ինքը դա չի ասի։ Իրեն երբ ասում ես, ինքը ասում է լավ եմ, բայց նույնիսկ եթե իր տեսքից էլ որոշակի բաներ է զգում, որ ինքը այդ բաները լավ չի զգում, ինքը միևնույն է, ինքը դա չի խոստովանում։ Քրիստոսի երկրորդ արմունի խաչելիության եւ լացում են բանը, ասեց մի լացեք ցավը, այլ լացեք ձեր ոստիների եւ ձեր զավակների։ Երկուշաբթի նաև պաշտպանական խմբի անդամներից ոմանք են տեսակցել Սրբազանին։ Զորաբյանը տեղեկություն չունի, նախարարի ասած իրավաբանը տեսակցել է Սրբազանին, թե ոչ։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։